օրինակը բերեմ այսպես, ասենք սեղան, որ պատրաստում եք, չէ՞։ Պիտի 4 ոտք ունենաք, հա, առնվազն 4 ոտք, որի վրա կանգնի սեղանը լինելով ձեր եզրահանգումը, որ ինֆորմացիան ներս եք բերում եւ դրանից եզրահանգում եք անում։ Հիմա եթե այդ սեղանը սարքելուց ոտքերից մեկը ճիշտ չեղավ, այսինքն ինֆորմացիայից մեկը, այդ սեղանը կկաղի, կաղ սեղան կլինի, կճոճվի։ Եթե սխալ եղան, ընդհանրապես դա արդեն սեղան չի, որտեղ չի կարող կանգնել։ Հիմա ասելս ինչ է, եզրահանգում անելու ցանկացած իրավիճակում, քաղաքական, ընտանեկան, ֆինանսական, դու պիտի վստահ լինես, որ քո սեղանի ոտքերը, այսինքն ինֆորմացիան, որ վերցնում ես, որի վրա հիմնելու ես քո եզրահանգումը, լինեն ճշմարիտ։ Եթե մեկը ճշմարիտ չեղավ, արդեն այդ սեղանը սեղան չի, հասկանում եք։ Հիմա մարդիկ վերցնում են անկապ հիմքեր են ինչ-որ բան, սենցա, ուրեմն սա սենցա։ Այդ հիմքով են վարակել, բևերից է, կարող է բևերից է, անունները տանք, եթե Բևերը ինչ է անում, ինքը վերցնում է Վիլսոնի թուղթը, որը իրոք իրավարար վճիռ է եղել ժամանակին, որը հետո ազգերի լիգան տարողվել է, գիտեք, չկա, հիմա ՄԱԿ-ն է, ազգերի լիգան, մինչև ՄԱԿ-ի կառույցներ եւ այլն։ Իդեպ այդ ազգերի լիգայի ընդունած գրեթե բոլոր բաները մինչև այսօր չի աշխատում, որովհետեւ ազգերի լիգան Քրդստան պիտի ստեղծեր, որը էլի չկա, ու էլի շատ ու շատ օրենքներ է ժամանակին փորձել։ Հիմա ՄԱԿ-ը շատ է աշխատում, հենց այդ վերցնում են կիսագրակեց ժողովրդի գլուխը լցնում են, ով այդ թեմայի շուրջ մի երկու սիրուն նախադասություն ասում է, դառնում է դոկտոր պրոֆեսոր Լսարանի աչքերի առաջ, բան, արդեն կանչում են եթերներ, իրանք հենց բաներ են ասում, որ բոլորի դուրը գալիս է։ Այդ ով չի ուզի ասում է Հայաստանը ոչ թե 29800 քառակուսի է, այլ 37000 թե 60 քանի հազար։ Ով չի ուզի դες բաներ լսեն տիրա։ Մեր լիճնա պիտի գնանք թղթերով ՄԱԿ-ը մեզ տա այդ հողեր, օքեյ, պայքարենք։ Մեզ ընտրեք, մենք կպայքարենք։ Այս է ամբողջ հնարը։ Ասես վարակել են այս ժողովրդին, կեսը պատմություն չգիտի, կեսը գրել կարդալ չգիտի, կեսն էլ էմոցիոնալ, ահա, դե ապրում են սենց։ Այդ է մեր ամբողջ պատմությունը, դրա համար ձեզ էլ են տես բաներ գրել։ Այստեղ էլ վազում են ամբողջ օրը։ Մի հատ էլ ես էլ եմ լավ ճանաչում, դուք էլ եք լավ ճանաչում այդ մի հարգարժան տիկնոջը, ստեղ այն օրը հարցազրույց են նայում TV-ով, կանչել են առանց ամաչելու։ Այդ նույն այդ լոզունգները, որ մենք պետք է կարողանանք Վիլսոնյան վճռով գնանք միջազգային ատյաներ, արա 30 տարի դու պատերազմում հաղթած քո հողը ջուրը հանձնեցիր, աշխարհը բան չասեց, ինչ Վիլսոնով պիտի եթաս դու Թուրքիայի կեսը վերցնես։ Այդ ինչ խելք են դրել այս մարդկանց մեջ, այսպես են քանդը, ու այդ կոչումներով բնականաբար Թուրքիան ձեռները ծալած չի նստելու, մինչև վերջ ոչնչացնելու է այդ ուժերին, ու նաև Հայաստանի Հանրապետության դեմ է գործելու, բայց պիտի նստի Թուրքիայի պես երկիրը, նայի թե դու ոնց ես հզորանալու, որ հանկարծ իրա դեմ էլ որոշակի գործեր անես, էսա։ Եվ մի բան էլ ասեմ, էլի այսօր ասում են չեք ուզում պայքարել կամ պետքա պայքարել։ Նայեք, մենք միգուցե եւ պայքարելու հնարավորություն ունենայինք, եթե մեր կառավարությունը կաշառակեր չլիներ, եթե մեր զինվորականությունը թալանած չլիներ մեր բանակը տառացիորեն, ախր մեր աչքի առաջ քանի պաշտպանության նախարար դատվեց փող ուտելու համար, քանի շտաբի պետ հիմա դատի տակ են, ինչ գեներալներ թալանեցին, սկսած զինվորի ուտելիքից մինչև կրակելու արկերը, որ անում։ Ախր այս ամեն ինչը որ պատկերացնում եք, ինչ պայքարի մասին է խոսքը։ Ոնց կարող է այդպիսի երկիրը, որի պաշտպանության մի քանի նախարար կաշառակերության մեջ են մեղադրվում, շտաբի պետեր դատվում են, գեներալները իրենց համար տներ են սարքում, զինվորների հացն են ուտում, ու հետո ասում եք պայքարեք։ Հնարավոր չի, հասկացեք, մինչև այդ ամեն ինչը մենք չբուժենք, մինչև չմաքրվի այդ ամեն ինչ պայքարի մասին կարող է խոսք լինել։ Ինչ պայքարողները, այդ պայքարողների, այդ հեղինակների, այդ որ մի երեխեքն են պայքարը, էլի շարքային ժողովրդին են ներքաշում այդ կռիվների մեջ։ Իրանք ամերիկաները սարերի վրա, դուբայները էլիտար շենքերի մեջ, շարքային ժողովրդին վրա չթողեցիք բանակի, մի կոպեկ չմնաց, սա թալանեցիք կերակ, հիմա ասում եք պայքարեք, այդ խեղճ երիտասարդները ինչ անեն, ոնց պայքարեն։ Երիտասարդները ուզում են ապրեն։ Տեսակ այդ զինվորի ուտելիքը, որ գեներալը իր արջին էր կերակրում, սա բավական չի հասկանալու համար, սա բավական չի, դա մոռանում եք, հա, Վիլսոնի թղթերից եք խոսում, դե գեներալներից խոսեք մեր։ Դե դա չեն խոսում, իրանց դեմ է։ Գեներալական թաղամաս էին սարքել բանում, Արցախում էլ, որ միլիոնանոց տները սարքեցին, ինչի հաշվին սարքեցին, դե զինվորի հաշվին սարքեցին։ Պայքարեք, ինչով պայքարեք, երբ որ հրանոթի մեջ այդ ձեր պատրոնի գնած զենքերը չի մտնում մեջը, որտեվ ամենաէժանագինն առել եւ
ժամկետան զենք առել իր զինվորի համար, պայքար ենք։ Դե չեն խոսա, իհարկե չեն խոսա այդ թեմաների շուրջ, որտեղ այնքան ակնհայտ է, էլի, այնքան ակնհայտ է։ Ես չգիտեմ ուրիշ երկրի, որ 3-4 պաշտպանության նախարար կաշառակերության համար դատի տրվի։ Էլ չեմ ասում շտաբի պետերն ու մյուս գեներալ։ Մինչև հիմա լա բացվում են գործերը, պայքար ենք։ Իսկական պայքարելու բանակ է մեր բանակը, հա։ Ու գիտես ինչ, մեր նախին կրթության նախարարը, որ Հայաստանի Հանրապետական Կուսակցության փոխնախագահ, նաև Սերժ Սարգսյանի ամենասենց մերձավորներից մեկը, պարոն Արմեն Աշոտյանը, այն օրը եթերում ասում է հետևյալը, որ մեր հասարակության ճնշող մեծամասնությունը, ամենաանկիրթ անգրագետ մասսան մեծամասնությամբ գնաց ընտրեց Նիկոլ Փաշինյանին։ Հիմա ես որպես ամեն դեպքում պարոն Աշոտյանի ինչ որ առումով ժամանակում դպրոցում սովորած մարդ, պիտի ասեմ հետևյալը. դուք եք 30 տարի, եթե ասում եք ժեխ այս հասարակությունը, դուք եք 30 տարի այդ ժեխը մեծացրել։ Կրթեիք ակադեմիկոսներ մեծացնեիք։ Այնպիսի մի հասարակություն կրթեիք մեծացնեիք, որ ձեր որակավորմամբ չգնար տես մարդկանց չընտրեր։ Ուստի առողջանալու առաջին քայլը ձեզնից ազատվելն է։ Էլ ոնց լինի, ազատվել է ժողովուրդը ձեզնից։ Եթե այդ որակավորումներն եք դուք տալիս ազգի մեծամասնությանը, դուք եք կրթել այս ժողովրդին, ձեր դպրոցում են սովորել, ձեր վաճառած մանկապարտեզներում են սովորել, ձեր օտարած դպրոցներ, որ էլիտար շենք էս Արզումանյանի դպրոցների կեսը էլիտար շենք սարքեցին։ Այդ է կարը գյուղերի դպրոցները կածելնիները եւ այլն ծախած, բայց այդ հասարակություն տես պիտի լիներ։ Ոնց առողջանա հասարակությունը, ձեզնից ազատվելով։ Վերջ Կաշառակերությունը այնքան էր մտել, սկսած երկրի նախագահից, մինչև վերջին զինվորականը ու բաժնի վարիչը ու էլ չեմ ասում նախարարներն ու բանը, ամեն տեղից թարախի նման այդ դուրս է գալիս այդ կաշառակեր։ Ցանկացած բնակավար չմնաց, որտեղ այդպեսի տասնյակ մարդիկ չհայտնվեն, որ ախր այդ ինչ եք ուզում այդ երկրից։ Այդ երկրի այդ տեսակ վիճակում հայտնված երկիրը ոչինչի ընդունակ չի, հասկացեք։ Հիմա նոր որ կարծես մի փոքր սկսում է մաքրվել է բանակը եւ այլն, ուզում ենք շունչ քաշենք, այն էլ չեն թողնում իհարկե, չեն թողնում այդ նույն կաշառակերները, որ սովոր են այդ կյանքին։ Հա, վերադարձ, ուշքումիկները վերադարձն է։ Չեմ ասում դատական համակարգել, մի խոսքով, ախր շատ ակնհայտ է, բոլորս գիտենք, բոլորս տեսանք այդ ամեն ինչը։ Քանի ընտրություններ էր ծեծ ու ջարդերով ուղեկցվում, ընտրական տեղամասերի հոսանքազրկումներ, դիտորդական առաքելության ներկայացուցիչներին սպառնալիքներ, ծեծ ու ջարդ, քանի օգուտ ու բերան էին ջարդում։ 18-ին ընտրություն եղավ, 21-ին ընտրություն եղավ, Գյումրիում ընտրություն եղավ, Փարաքարում ընտրություն եղավ։ Որ մի ընտրական տեղամասի լույս տարան, որ մի դիտորդի գլուխը ոտ ջարդեցին, որ մեկի տունը գնացին, ինչ որ մի սպառնալիքներ եղան։ Ամբողջ օրը ցույց էին տալի, սրան ծեծեցին, նրան տարան, նրան բան, մեկն է կար, ասում ամբողջ օրը դրանս դեմը շան կեղտեր են բերում շախտալի, բան հոգեբանական ճնշումներ։ Այս մակարդակի մեջ ինչի մասն է խոսքը։ Ավտոբուսներով ամբողջ ծերանոցներն ու հիմնարկները տանում էին ընտրության։ Պասպորտներն էին մարդկանց ձեռից հավաքում։ Այս վերջին ընտրությունները, հա, մի 4-5 հատ ընտրության մեջով անցանք համամասնակ բանի այդ ինչ անունը, տեղական ինքնակառավարման մարմինների եւ պարլամենտական։ Քանի տես դեպք է եղել։ Հաստատ ընդդիմությունը դրոշակ կսարքեր այդ դեպքերը, ինքան կխոսային, կասային, տեսեք, ինչ արը չի եղել։ Բայց ամենակարևոր բաներից մեկն է, որ Չէ, որ սպառնալիքների բանից դուրս է գալ, էլի։ Ու մեկը որ հանկարծ մի երկու տրամաբանված նախադասություն է ասում, տրամաբանված։ Այն մարդ այդ ոնց են հարցակվում, ոնց որ մրցումները բանի վրա, հա, վիրավորված կենտրոնու վրա։ Դե հարցակվում են դերին ֆեյքերը, կաթողիկոս ենք ֆեյքեր ունեն, ընդդիմադդմիկները ֆեյքեր ունեն, իշխանությունները իրանց ֆեյքեր ունեն, այսինքն ամեն ճամբար ֆեյք ունի։ Հանկարծ մի բան ասում ես, այն մի ճամբարին դուր չի գալի, ֆաս հրամանը տալիս է, հարցակվում են ձեր վրա։ Նորություն հոչի, մենք ենք քանի անգամ լուսաբանել։ Հա։ Այսինքն ոչ մի տրամաբանություն պետք է չլինի։ Արարատը դա վերադարձի ճանապարհ է, Արարատը հայի սրտի մեխն է եւ մարտնչողի դրոշմակնիկը, դեր վերադառնալ հույս ունեն, վերադառնալ ոչ թե հյուրընկալվել, նվաճել, ոչ թե հանձնվել, սպանել եւ ետ բերել մեր մեռած ազգային արժանապատվությունը։ Թուրքին ներողը հայ չէ, եթե ներել եք, ուրեմն հայերը իսպար մեռել են կամ դեռ հույս կա մատաղ սերնդի մեջ, հույս կա ծնելու արիությունը։ Ստրուկը
արի չի լինում ոչ էլ արժանապատիվ է մեռնում։ Ու այտենց կոտորվել է ազգը, այտենց կեսա կաղն է ազգը, ու այտենց հա գնացել է իր գերեզմաններ խնկարկել է իր անձավորների հիշատակը։ Եռաբլուրը դրա վառ ապացույցներից մեկն է։ Չենք բանակցի ոչ մի թիզական, ոչ մի բան 5000 զոհ կտան, ոչ մի բան պիտի զարկենք մինչև վերջան 5000 զոհ բան։ Ու այդ Սևազգես մայրերի մոտ գնացեք այդ նույն բանաստեղծությունն է ինչա, էսեն տողերը կարդացեք, մի հատ տեսնեմ այդ տողերը ուր կգնա եւ որտեղ կհայտնվի հանկարծ թեթև ձեռամբ։ Դրա համար չի կարելի մարդկանց, ովքեր հազարավոր վիշտ են տեսել, ոտու ձեռ չունեն, Երևանում քայլեք տեսեք ինչա կատարվում։ Մի հատ զինվորի տան կադրերը մի հատ տեսեք, նոր այդ սրտաճմլիկ բանաստեղծություններն ու էսսեները գրեք։ Այ, Աստված իմ, ոնց մենք վարակվեցինք, Սիլվա Կապուտիկյանը արեց, ես գիտեմ, վերջին դրանք արեցին։ Միան Սիլվան չի։ Իրան հետ արեցին սա։ Այդ պլեադան, այո, սովետական պնակալեզների արվեստագետների, որ այդ էմոցիաների վրա են խաղում, պետական դոնացիան։ Ես մանավանդ Սիլվա Կապուտիկյանի մասին մի բան եմ ուզում ձեզ պատմել։ Ուրեմն երիտասարդ ուսանող եմ Թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում էի սովորում, 4-րդ կուրսից սկսեցի աշխատել հեռուստատեսությունում, բան ռեժիսորի ասիստենտ էի աշխատում։ Եվ այդ ժամանակ Սիլվա Կապուտիկյանը մի հաղորդում ուներ շաբաթը մեկ քաղաքենիության դեմ։ Մի ժամ խոսում էր, որ այսպես լինի քաղաքենություն, էսա, որ էս ավելորդ բաներ պետք չի եւ այլն, քարոզ էր կարդում։ Ուրեմն մեքենայով ես գնում իրեն բերում էի տուն, ներողություն, ստուդիա բերում, հա։ Մի օր էլ հա վերևից ասեց դեր ինչան վերև կգաս, մեր ուրեմն բանի մեքենաներ էլի ստուդիայի մեքենայով ենք բերում իրան։ Գիտեմ ինչ հարցով պիտի օգնեի, բարձացա վերև Ռաֆայել մտաներս ու քարացա, լուրջ եմ ասում։ Այն ամեն ինչի դեմ որ ինքը խոսում էր, մի վարկյանում ես իր տանը տեսա։ Այդ խրուստալները, Էլիեսի մինչերը, սենց այն ամենա քաղքենի բան որ մտնես, ոնց կլինի, այդպես։ Հավատալս չեկավ։ Ես էլ ուսանով, երիտասարդ հովերով, բաներով, իմ մեջ մի բան սենց խիստ կոտրվեց։ Այսինքն, այն ինչի դեմ ինքը խոսում էր, այդ բոլորը ինքը անում էր։ Խնդրեմ, համեցեք։ Դե դա, այսինքն մի բան ասել, մի բան անել, մի բանի մասին գրել, մի բանը։ Ու ամենացավալին գիտեք որն է, որ էլի կտանեն կկոտորեն մարդկանց, հետո այդ նույն Սևազգես մայրերի մոտ իրանց երեխաների մասին ոտանավորներ կգրեն, ինչ այրուց տղեկ էին, ու ոչ ոք չի ասի, որ այդ ուշացած սիմֆոնիա է դա, էլի ուշացած գրականություն է, որ պետության մասին է պետք մտածել, երկրի զարգացման, գյուղերի շենացման, դպրոցաշինության, մանկապարտեզների, որ ինչ են տեսնում երեխեքը, ինչի մասին են մտածում, այդ ասма թուրքա հպատակ է։ Կարա Երևանի կեսը թզբեխով արաբա-թուրքական երկերի տակ ապարում, ինչ թուրքա հպատակ, ինչ Էրդողան, ինչ Ալիևը ասել է եսիմ ինչ։ Երիտասարդության մեծ մասը թզբեխով ու այդ չեչենական սենց չորկա թե հիմա սա համատարած մազաթափություն է, այդքան մազ դրանց որտուց ոչ ոք չի գիտի, բայց կարևոր չի։ Մի խո այդ մազերով, չորկեքով տղեկ, թզբեղներով նիվեքի մեջից արաբական երկեր նկարել եմ, օդանավակայան էի գնում, տաքսիստը դերենիկ պատկերացնում ես, լավ մարդ ինչքան կարա կներեք էլի, բայց ավանակի սինդրոմ ունենա, էկրանա դրած, Տեսլայա, էկրանն է, Բաքվի երգա, Գուսեյն Ալիևա, ինչա, բան, ադրբեջանցի երգիչ Բաքվի դրոշ տեսարանն է, Բաքուն է, դրոշը ուսերին երգում է, ռուսերենով երգեր էլի, Մայա Նադեժդա, Մայա եսիմ ինչ բան, կեղտոտ անգրագետ ռուսերեն լեզվով բան, ու ինքը չի փոխում, ինքը ու իր CD-ն է, իր դիսկն է։ Հայաստանում Եռաբլուրի մոտով անցնելով օդանավակայան, ինչն է մարդկանց ստիպում, լավ դու կարող ես երգը լսես չիմանաս, որ այդ ադրբեջանցի է, բայց որ էկրանում, YouTube-ում ցույց տալի դա ու դու դա ունենաս քո մոտ ու չփորձես կանխել, ես էլ չգիտեմ։ Ոնց պիտի անպայն ես միջամտեմ կամ կինս, այս ինչ եք անում դուք։ Դա հարաբա-թուրքականից են վախենում։ Գնում են Անտալիա, հանգստանում են թուրքական ամեն մի բանջարեղենոցը որ կա, որ միրգ բանջարեղեն են վաճառում, ամեն առավոտ գալիս է Թուրքիայի բերած լոլիկն ու վարունգն ու մնացած ամեն ինչը, ուйգուր այդ լոգոները, վրեքները, թուրքական հագուստ, թուրքական վերանորոգում, հանգիստը Մեղրամիսը Թուրքիայի Անտալիաներում մի հատ նոր ռես են բացել Երևան, բան, ինչան Անտալիա։ Պահանջարկը այնքան մեծ է։ Դուք ինչ եք հիմա դուք պատմում, ինչից եք դուք հիմա պատմում։ Մի խոսքով
Բարև ձեզ։ Զանգ ունեմ։ Բարև ձեզ։ Ինչպես ենք ոգևորված, բայց խոսում ենք ինչ կա։ Լսում ենք ձեզ։ Դավեք, ես դերես 1000% համաձայն եմ, 100% չէ, 1000%։ Միայն գիտեք ինչին այն զարմանքս գալիս, որ մենք բոլորս գիտենք ասենք ինչ կա նախինում կատարվել, ու այդ մարդիկ այսօրվա օրը ազատ պատտում են Հայաստանի փողոցներով ու ոչ մեկ իրաց չի բռնում։ Օրինակ մեկ-մեկի մոտ տպավորություն է ստացվում, որ մեր երկրորդ նախագահը հատուկ դեսպան ա եղել թուրքերի կողմից, որ զենք չի գնել, բոլոր ամեն ինչ ավիրել է ու մի խոսքով ամեն ինչ արել է, որ Հայաստանը վերանա վերցելից։ Ու ինքը ազատ պատտում է ու ունեցվածքներ ունի ու կառավարությունը իր բիզնեսի հետ պայմանագրեր է կապում ու այդտեղ շարունակ։ Եթե կարող եք այդ հարցին պատասխանեք, ինչի համար։ Իմ մոտ էդի շատ մեծ կասկած է, էլի։ Տալի։ Բարի, լսեցինք ձեզ, շնորհակալ ենք, մենք ենք շնորհակալ զանգի համար։ Ես պատասխան չունեմ, ինչի է տենց, եթե դե լինի ունի ասելիք։ Ես հասկանում եմ ինչ եք ասում։ Ես էլ այդ զգացողություն ունեմ, էլի, որտեվ ախր ակնհայտորեն թալանչիներ են, էլի, գողացել են, ինչ որ կարողացել են, գողացել են, բենզին են գողացել, նավթ են գողացել, տարածք են գողացել, ինչ որ հնարավոր է, ով իր պաշտոնի բերումով ինչ որ կարող էր թալանել է, դա բոլորս գիտենք։ Բայց քանի որ հիմա մենք ուզում ենք դառնալ դեմոկրատական օրինավոր երկիր, կառավարությունը դատարանին չի կարող ասել, գիտես ինչ, սրան բռնի 10 տարի դուր թող գնա նստի, չի կարող։ Իսկ process-ը շատ դժվար ու երկար է։ Այո, կաղում են այդ իմաստով, բայց այս վերջերս գոնե մի քիչ ավելի արագացան, սկսեցին ավելի այս դատական process-ները ավելի ակտիվացնել, որն էլ բուրըն իհարկե դժգոհություն առաջացրեց մեր ընդդիմության կողմից, այսպես ասենք ընդդիմության, ասելով որ մարդը հրապարակավ բացահայտ ասում է, որ պիտի հեղաշրջում անենք, ասում են քաղաքական է, դժվար է, այդ դատական համակարգը շատ դժվար, բայց որ իրենք բոլորը արժանի են, որ դատվեն, ես դրա այդ լրիվ համաձայն եմ։ Ցանկացած նախկին պաշտոնյաներից, որ դնես դատարան մի բան կլինի վրա։ Հապա դες ինչ պիտի լիներ։ Տալանեցին, Էս է առաջին շրջանը էլի հեղափոխության։ Հիմա ուշացած ինչ որ մտքեր ենք ասում, բայց իմ կարծիքով Փաշինյանը էս դատաստան ծեփեն պատերին, չգիտեմ ինչ անեմ։ Դրանից առաջ պիտի հավաքեր նիստ աներ։ Կգային, ոնց որ on-line կոնֆերանս եղավ, Քոչարյանն էլ մասնակցեց, դրա կադրերը կա YouTube-ում։ Պիտի ասե Ժորժան, դա դատաստան տես բան չկա, արի դու ես մի հարցում թեքեր արա, դու ես բաժանեին իրար մեջ ով ինչ պիտի անի, հանուն երկրի հանուն պետության, որովհետև բոլորն է գիտեին տասնամյակներով պետք որ այս մեր կաղացող իշխանները, դատարանները, այն էլ իրանց հակով գրած օրենքները հանկարծ մի կոպեկ հետ բերեին։ Պիտի գոնե Եվրասաշնից մաս բողելը քիարա ժողովրդական իմաստությունը այդտենց պիտի անեին։ Դու մի հատ մետրոյի կայարան ես սարքում, քեզնից բան են կանում։ Դու մի հատ գյուղի ես ինչ դպրոցի հարցերն ես լուծում։ Դու մի հատ էս Ռաֆայել, բայց դա կլներ քաջալերել իրենց այդ գողությունները այդ ամեն ինչը։ Դե թող քաջալերեն, 10 տարի թող դատեն, հեսա ինքնակետա, ուրեմն հարգարժան քաղաքացիներ, մետրո սարքում, չէ, իրենք հանցագործներ են, որ իհարկե դատարանը պետք է որոշի։ Իրանց դատավորները, իրանց գրած օրենքներով պետք է ասեն իրանք ման, տեսանք ինչ եղավ։ Մի հատ մինչև կիստա փոխեցին այդ դատական համակարգը քանի տարի անցավ։ Ախր հեշտ չի է, հեշտ չի։ Այնտեղ արմատից բորբոսնած էր ամբողջ դատական համակարգը, ամբողջը։ Քոչարյանի դատական պատմությունը ձեզ օրինակ։ Ծիծաղալու բանը գալիս է ծիծաղում գիշերը փուլում լողանում էր։ Սա օրինակ սա ինչ է ծիծաղել է մարդկանց վրա, հա։ Այնքան հետաձգվեց, որ ժամկետը վարեմության ժամկետը անցավ։ Այո, չեն կարողանում։ Հա, բայց դա դեռ չի արդարացնում իրանց, որտեղ բոլորս գիտենք թե իրենք ովքեր են եւ ինչեր են արել։ Ախր հասարակ մի բան ասեմ, եթե գեներալը գողանում է, գեներալները գողանում են, հնարավոր չի պաշտպանության նախարարը դա չիմանա, որտեղ մենք բոլորս գիտենք, որ դա մի շղթա է, ներքևից սկսում է, այդ փողը գնում է մինչև վերև։ Թե չէ այնտեղ ապուշ են նստած, ասենք բաները գողանում են, իրենք ոչ մի բան։ Օ, ինչ եք խոսում։ Կամ երկրի ղեկավարը չիմանա, որ բոլոր նախարարներին բռնեցին կաշառակերության մեջ։ Ուրեմն նախագահան տեղյակ չէր, հա, դրանից։ Վայ։ Ինչ միամիտ են, էլի։ Ծիծաղալու է արդեն, էլի, հա։ Մենք այդ շղթան լավ գիտենք, ոնց է այդ փողը վերև գնում բարձանում ամենաշատը վերևում են ստանում։
Այդ պիրամիդը այդպես է աշխատում։ Կամ Սերժի հայտնի են տեսանյութը, որ կառավարության նիստն է, դեռ հեղափոխություն բան իսկի ծրագրում չկա, մեկ որ ասում են խոշոր խաղացողներին վզից պիտի բռնեք, ասում է այդ բաներին, ովքեր հարկ չեն տալի, ովքեր էսեն անում այդ խոշոր բաներին, բայց ազգուտակն է էլի այնտեղ որ նայում։ Ինքն է, մեկն էլ։ Դե հիմա դատարան ասում է, որ ոչ մի քանի լիտր բենզին է մենակ տարել, ինչ ենք զրպարտում այդ լուսավոր մարդկանց։ Գիտեք ինչ, ես Սերժ Սարգսյանից նեն չէր որ սիրում էի, բայց լիակատար վերջնականապես հիասթափվեցի, երբ որ գեներալ Մանվելը մահացավ, այդ կապակցությամբ վեր կացավ այդ մահախոսականի մեջ, ասում է քեզ զրպարտեցին, քո ազնիվ անունը ախտոտեցին, ասում է։ Այ մարդ, վիդեոյով եք տեսել ոնց է այդ մարդը արջին կերակրում, վրան գրած զինվորի բաժին ուտելիքը։ Դու այդ մարդուն ազնիվ ոնց կարող ես անվանել։ Արդեն պարզ է թե դու ով ես, եթե նման բան ես ասում։ Քանի որ համացանցից ակտիվորեն ջնջվում է 18 թվականի մեդիայի շատ դրվագներ, ես ամբողջ իմ արխիվում պահել եմ 18 թվականի Դաշնակցության ալիքի երկիր մեդիայի ռեպորտաժը էջմիածինցիների մասնակցությամբ, թե ինչեր են պատմում։ Եթե այդ պատմածների 5%-ը անգամ ճիշտ է, հիմա սաղ ջնջում են ամբողջ YouTube-ից է 18 թվականի բան մաքրում են, որ հանգստով երկիր մեդիան, այսինքն այսօրվա ամենաընդդիմադիր դաշնակների ալիքը ինչ է պատմում 18 թվականին այդ առաջի ամիսներն է հեղափոխության Էջմիածինի մասին, էջմիածինցիների մասնակցությամբ կադրում այդ մարդիկ երևում են, շլագբաում են դրել, փողոցներն են փակե, թե ոնց են որ մեկը այդ փողոցով անցել է բռնել ոտու ձեռները ջարդել են այդ մարդկանց, հատուկ շներ ունեին, ասում է կապած բաց էին թողում մեր վրա հատուկ, ոչ թե ինչ որ կատա։ Ու տես պատումներ, որ լսում ես, ասում ես լավ, էս միջնադարն է, էս ինկվիզիցիա է, էս մի հատ էլ մնաց ցից դնեին, մարդկանց ցից հանեին, պրծնեին, էլի։ Էսա ամբողջ վիճակը լավ զբոսաշրջիկների մասին խոսանք։ Գիտեք ինչ, իսկապես գիտեք ինչն է վրդովեցնում, որ զգում եմ, որ ժողովուրդը սխալ ուղղությամբ է գնում, էլի։ Չգիտեմ ոնց են ուղեղները լցրել, ոնց են բան արել, բայց ախր սա ձև չի, որ մենք ենք անում, սենց սխալ ճանապարհով են գնում, մենք չենք ուզում մտածել, հասկանում եք, ես գիտեմ մտածելը դժվար է, մտածելը պրոբլեմատիկ է, որտեղ որ մտածում ես մեկ է գալիս ես մի մտքի, որ քեզ դուր չի գալիս, բայց դա չի նշանակում, որ չպետք է մտածենք։ Ընդհակառակը, ինչքան էլ տհաճ լինի եզրահանգումը, որն արել ես, դա նշանակում է, որ դու մոտիկ ես ճշմարտությանը, կարող է վաղը մյուսօր մի բան հասկանաս, թե չէ սենց բղավելով պետք է գնանք, վերցնենք, էս է լինելու մեր օրը, հասկացեք, ինչով գնանք, ինչով վերցնենք։ Մի հատ մտածեք էլի ասելուց առաջ, ինչ կտրիչներ, ինչի մասին եք խոսում, այդ աբսուրդ է այդ խոսակցությունը, հասկացեք, հենա կարողանային կանենք, էլի տեսանք ինչ է ավ, հիմա էլի եք ուզում այդ օրին գնենք այմար։ Էտա ամբողջ գլուխ կոտրուկը դրանում է կայանում, պաթոսով, հերվից, կոմենտներ կարդամ լավ, կոմենտներ, բազմաթիվ մեկնաբանություններ են, Աստված իմ, մեր ժողովուրդը կարճ հիշողություն ունի, մոռացել են 18-ի առաջվա բարքերը, 18-ից առաջվա բարքերը։ Հիացած եմ ձեր գիտակից մարդկանցով, ձերպես գիտակից մարդկանցով, Վարդուհի Միրզախանյանն է ասում, Զորի Բալայանին մոռացակ, Խաչատուրյան Անահիտն է ասում, մոռանալ չմոռանալու հարց չի, մեր մտավորականությունը դե Սիլվա Կապուտիկյանին որ ասեցին որ իրար հետ ինչեր էին ասում ազատության հրապարակում էլի որ ասեմ ինչ ասենք դա ավանտյուրիստներ շատ ճիշտ է ճիշտ քննադատում ես ճարասողին ուղարկեք թող մեր հողելը ետ բերի Ռոզանա Հարությունյանն է ասում երևի ճիշտ է մի հատ խումբ է պետք հավաքել իրենցից խնդրեմ համեցեք Իդեպ այն մահապարտների ջոկատը ինչ էր Երևանում պիտի ավտոներ տրակացնեին, եսիմ ինչեր անեին, բայց այդ խումբը թող հավաքվի գնա հարցեր լուծի 100,000-ի ճակատագիր խեղեցին 5,000 մարդ բան արեցին, բա թող գնան Զարթուղի ճանապարհով չեն կարա, պիտի Երևանում անպայման տեղակն անեն, հա։ Այնքան ուրիշ հարցեր կա ազգի ինչ որ չգիտեմ Ընդհանրապես աբեկցությունը լավ բան չի, բայց ունեն իրանք այդ երթվյալների խումբ ունեն, չէ, որ մինչև հիմա գովաբանում են անմեղ մարդկանց իշխան, անմեղ մարդկանց տրակացրեցին, պայթացրեցին, բայց իրանց գործն է, լավ չասենք այդ։ Մենք գրող ունենք կանանց գովերքող բանաստեղծուհի էր։
բայց կնոջը միշտ ծեծում էր տանը Ռոզա Ժանլուբեչը այո տիպիկ օրինակ էլի Հապկասուն տիկնայք հայոց աշխարհի բան գանք ու ջարդուկ շուր կանի չէ՞ լարիստե աղջի ասма պետք չի լսել ես անձամբ եմ տեսել Էջմիածնի պատկերը Անտիկին Անահիտն է ասում երևի հենց Էջմիածինցի է գուցե ով գիտի գնանք առաջ տեսնենք էլ ինչեր եք գրել պատերազմի ժամանակ Եվրոպայում մեր համայնքը շատ մեծ գումար հավաքեց ուղարկեց զորամաս շոր կոշիկ ու այլ առաջին անհրաժեշտության իրեր առնելու համար, բայց այդ մեծ գումարից նույնիսկ մի սույկ կոշիկ չարան, գումարն էլ անհետացավ։ Այո, Զոյան ասում տիկին Զոյա։ Ընդհանրապես լավ հիշում ենք։ Մենք անգամ ռադիոյի ուղիղ եթերներ էինք անում այդ տելեթոն, մելեթոն որ եղավ։ Գիտեք ինձ ինչն էր զարմացնում էլի։ Այն որ մեր համայնքը իրոք Գլենոքսը փակում էին փողեր, բան, շատ մեծ կազմակերպված, բան չունեմ ասելու, բայց միշտ առաջի բան ասում նայ պատերազմ հիմա հենց հիմա մենք ստեղ ինչ որ բան ենք խոսում այնտեղ պատերազմ է տեխնիկայով բանով եւ այլն ասում է փող ենք հավաքում գիշերային տեսողության ինչ որ սարքեր հատուկ առնենք բան եւ այլն ու գիտեմ գնեցին տեղ չասա բան ասում լավ էս երբ առնենք Երբ ուղարկենք, դա տրեյնինգ է պահանջում, չէ՞, այդ նես չի որ բերեցին, այս տղեկն էսած դրեցին ու գնացին առաջ։ Այդ զորավարժություններ կա, տեխնիկայից օգտվելու բան կա, մի հատ քոսոտ հեռախոս էս առնում, update հա լինում, այնա ռադիոն, մի հատ update հա լինում է 15 տարվա համակարգչով, խառնվում է իրար կոճակներն ա փոխում, որ նրանց նոր տեխնիկա առնեն տան, բանի գնաց մարտի դաշտում գնաց առաջ։ Դրա համար իմ կարծիքով բաներ կա, որ շատ կազմակերպված էր, բայց նպատակներ OGG-նա 0 էլի, օգտակար գործունեության գործակից չուներ։ Առան, տարան, ուղարկեցին, բայց դա ինչ պիտի աներ մարտի դաշտում, տեսողության, պիտի սովորեին մարդիկ։ Ու կան ականատեսներ պատմում, ասում, բերին տվին ձեռներս, ասում, չենք էս այդ ինչ է։ Դե ոնց է միանում։ Մինչև հայ-բույ բան բայրակտարը խփում է բերևից, դե գնա։ Ես ասեմ ուրեմն այդ առաջի պատերազմի ժամանակ Ղարաբաղյան։ Այդ ուրիշ բան էր։ Չէ, գիտեմ, բայց բան եմ ուզում 89 թիվներ, չէ, եթե չեմ սխալվում, չէ, որ Դե 88-ից շարժումը սկսվեց, ռազմական գործողությունները 90-91-ից ավելի, հա, մինչև ես մի քանի տարի Միացյալ Նահանգներում էի արդեն ապրում եւ մի կազմակերպություն կար, որի մասն էլ ես էի, որ տարբեր մարդիկ դրամական միջոցներ դրեցին եւ մենք այստեղից բաներ էինք ուղարկում Հայաստան Եվ ես հիշում եմ այդ ուրեմն վարձված մեքենայով, բեռնատար մեքենայով մի հատ Քոքո անունով հայ ուրեմն առևտրական կար, Ռաֆայել այնքան հետարքիր անձնավորություն էր, ուրեմն բացի զենքից ռազմական ամեն ինչ վաճառում էր։ Շորեր, գլխարկներ, կոշիկներ, եսի մինչ։ Եվ ուներ նաև բրոնեժիլետներ։ Այդ ոնց են հայերեն զրահաբաճկոններ, այո, որը արգելված է, չես կարող առնել կամ վաճառել, որտեվ հիմա Միացյալ Նահանգներում հիմա էլ դա արգելված է, որտեվ ոստիկանության դեմ կարող ես օգտագործել եւ այլն եւ այլն։ Եւ ես հիշում եմ մի ամբողջ այդ բեռնատար լծված ես ինքս վարելով մեքենա, այդ որ ճանապարհային բռնեին մեծ պատմություն էր ելնելու, անգամ բանտ կարող էի գնալ, որտեվ դրա առևտուն ամեն ինչ արգելված է։ Տանում էինք օթանավակայան եւ օթանավը արդեն այնտեղ կանգնած էր Բեռնում ու որը գալիս էր Հայաստան։ Ահագին ես իմ աչքով տեսել եմ երևի մի 3 ինքնաթիռ, որ նմանատիպ տարբեր բաներով լցվել եկել է Հայաստան։ Դա իմ աչքով եմ տեսել։ Այսինքն Սփյուռքը գրեթե ինչ կարող էր արեց։ Այդ իմաստով Սփյուռքին չեք կարող մեղադրել եւ վերջի պատերազմի ժամանակ էլ ես հիշում եմ նման արագությամբ ու նման քանակով դրամա հավաք ես չեմ տեսել որ արեցին բայց եթե ամեն ինչ թալանվում ու բանալինում ինչի մասին է խոսքը ինչի մասին անգամից ցաղանի մասնա դառնում արդեն դա հետոն արդեն իրապես բազմակետ դնենք այստեղ շարունակելու ակնկալիքով ժամը լրացավ արդեն այո մենք այսօր տեսակ էմոցիոնալ ստացվեց Դե լուրջ թեմաներ են, ցավ են պատճառում բոլորիս, ինչ արած, իրոք, մեզ հիշեցնեմ է ռադիոլսողներին, որ այսօր նաև AM/PM հաղորդումը ունենք, եթերից 45 րոպե անց, այնպես որ չփոխեք ալիքը մնացեք Արմյուզիկի հետ, իսկ Դերենիկին ասենք ցտեսություն, եթե ավելացնելու բան չունեք։ Չէ, մինչ վաղը սիրելիներ։ Դե մինչ վաղ, այո, ցտեսություն։
Դե, բարեկամներ, սա է վիճակը։ Շատ բան կա ասելու, էմոցիոնալ ստացվեց մեր այսօրվա քննարկումը, որովհետև ինքնին վիճակն է էմոցիոնալ, որովհետև ոչ մեկին դուր չի գալիս, երբ որ քեզ ասում են ինչ-որ բաներ, որ քո եսասիրությանն է դիպչում, բայց վիճակը այսպեսինն է, ամենամեծ վտանգը այս պարագայում ինձ թվում այն մարդիկ են, ովքեր այս բոլոր աղետներից հետո այս բոլոր ահավոր երևույթներից հետո որ մեջով անցավ դեռ անցնում ենք ազգովի, չէ՞։ Դեռ տենց հայտարարություններ են անում, կոնֆերանսներ, Վիլսոնի քարտեզ, չգիտեմ, ինչ որ sense բաներ, բացարձակ պատկերացում չունենալով, թե ինչ բարակ սառույցի վրայով են դրանք քայլում ու գիտես վատը որն է, որ այդ սառույցը երբ որ կոտրվի իրանք ուրիշ անձնագիր ունեն, այդ մարդամեկը կա մի հատ Վիլսոնի վկա կա, որ Կանադայի քաղաքացի է, երեխեքը Կանադայում է, ինքը ոչ մի բան չունի, ինքը թռնելու է գնա։ Ժողովուրդը, բա դուք խնդրեմ, գնացեք ու էլի տանելու են երաբուլորը լցնեն։ Այ էտա, այ մինչև այդ մարդկանց դեմոկրատական երկիր ենք մենք, չէ՞։ Պերսոնա նոն գրատա չհայտարարվի, չենք կարողանալու մենք ազատվել այս աղետից։ Մինչև այդ մարդկանց թույն ու թարախը, որ ամբողջ օրը շաղախում են, մեկն է կա մի հատ չստացված դիրիժոր կա, ամբողջ օրը այդ թեմայից է խոսում։ Եղբայր, արի մի հատ Հայաստան, արի մի հատ մտի համակարգի մեջ, արի մի հատ փորձի հասկանալ։ Հասկանում եմ, YouTube-ում աշխատում են մարդիկ մեծ փողեր են աշխատում, ելի եմ ասում, սա ամբարո բնակավար է։ Ամբարո է, եթե մարդը հոգին կորցնում է եւ ընկնում է թվերի հետևից, դա ամբարո բնակավար է։ Ինչ ասեմ YouTube-ում ամեն օր մի 20-30 հազար view լինի, դա ամիսը մի քանի $1000 փող է։ $2000 հաստատ։ Իսկ $2000 մարդիկ վատ են ապրում Հայաստանի պայմաններում, ընտիր։ Շատ նորմալ, շատ արժանապատիվ, գրողը տանի թե տենց ապրել է արժանապատիվ, ու տենց։ Ու այդպես տարի ելնում է նա շալակն աշխարհի, ասում էր դասականը։ Դրա համար ես գնում եմ մի փոքր հանգստանամ, այսօր շատ ծանր օր ենք ունեցել, շատ լարված, հագեցած, լրատվական այսօր ինտերվյու ենք ունեցել, մեր update լրատվականի տաղավարի հետ կապված նոր փոփոխություններ ենք անում, լրատվական մեր պավիլյոնն ենք սարքում, մասնագետներ, բան Հայաստանի պայմաններում, այսօր ընկերներ մեծ խմբականակ գիրք է եկե Լոս Անջելես, ուղարկել եմ մեծ խմբականակ, հասնելուն պես բոլորին SMS հաղորդագրություններ է գալու, վերցնելու է գրքերը, մեծ մասը ART-ին հեռուստաընկերությունից արգելի բարեկամներ, մի մասը ովքեր որ ասացի նախապես են պատվիրել, տանն են ստանալու, բայց ձեզ մեր ադմինիստրացիայից կզանգեն, կասեն, ես երևի ուրբաթ օրը, այս ուրբաթ օրը անունները կկարդամ մարդկանց, որ իրազեկված լինեն, բայց կարծում եմ 2 շաբաթվա մեջ, ամենաշատը 3 շաբաթվա մեջ բոլոր գրքերը որոնք նախապես պատվիրած էին եղել կհասնեն իրենց տերերին, շնորհակալ եմ ակտիվության համար, աջակցության համար եւ անկեղծ անգամ չի սպասում, որ նման ակտիվությամբ մարդիկ հետաքրքրություն ցուցաբերեն եւ հայ-ամերիկյան օրագիրը ձեռք կբերեն, անգամ այսօր պարոն Բաբայանի հետ երբ որ զրուցում էինք, դեռ մի քանի դրվագի վրա ուշադրություն առա, որ 3 տարի առաջվա գրառում է, 4 տարի առաջվա գրառում է, բայց հիմա է լինում որ նույնպես շտամպի վրայից հանելու են կնիքը, հա, Արարատի նկարը կնիկների վրայից հանելու են եւ այլն եւ այդտեղ այդ մտորման զարգացումը, որտեղ էլի շատ դրվագներ կան, որոնք այնքան այսօրվա են, այս ժամյա են, որ կարծում եմ շատերին հետաքրքիր կլինի։ Ովքեր դեռ չեն ձեռք բերել, դեռ գրքեր կան ընկերներ, Rafael.online կայքում են գրքերը միայն հասանելի։ Մենք կհանդիպենք AMPM հաղորդման շրջանակներում, ես շնորհակալ եմ մեր գործընկերներին, ովքեր մեր կողքին են։ Մենք YouTube-յան լայքերով չենք ապրում, փառք Աստծո, մենք ունենք ազնիվ եւ արժանապատիվ գործընկերներ, ովքեր վստահում են մեզ, ովքեր իրենց բիզնեսի գովազդը տեղադրում են մեր եթերում։ Ուրախությամբ պետք է ասեմ, որ եւս մեկ նոր գործընկերոջ հետ ենք արդեն պայմանավորվածություններ ձեռք բերել, նոր գործընկեր ենք ունենալու առողջապահական բնագավառի եւ վստահ քայլերով գնալու ենք առաջ։ Եթե դուք ունեք բիզնես, եթե
տեսնում եք լսարանը կա, աշխատում ենք, ուզում եք ձեր բիզնեսը լուսաբանվի մեր եթերում, ապա դիմեք ինձ Ռաֆայել Մնացականյան Facebook-յան էջին, R-Music Radio-ի էջին կամ եթերի հեռախոսամարով կարող եք զանգարել, գեղեցիկ գովազդ պատրաստենք եւ հայտնվեք մեր եթերում։ Հաղորդման գլխավոր հովանավորը եւ գլխավոր գործընկերը Sevan Meat Market-ն է եւ Sevan Meat and Fish Market-ը 25 տարի համայնքում ընտանեկան բիզնես լավագույն մարժե համակարգով, լավագույն մոտեցմամբ, ամենավորակյալ մսամթերքը իբերիկո եւ կարաբուտա խոզի տեսականին, բարձրորակ վագյու մսամթերք առանց հորմոնների եւ առանց հակաբիոտիկների, ընտիր քյուֆտան, ոչ թե աղացած մսի քյաբաբ, այլ բաներ կտրատված մսի քյաբաբ, ջուրամարց, հյութեղ եւ ախորժելի։ Այցելեք 1037 East Broadway, 1315 East Colorado Street, Sevan Meat Market եւ Sevan Meat and Fish Market։ Շնորհակալություն, որ այսքան ժամանակ մեր կողքին եք մեր գլխավոր գործընկերոջ կարգավիճակում։ Level ռեստորանի lounge-ը եւս մեր հրաշալի գործընկերն է, լավ ժամանցի գործնական հանդիպումների ուրույն հասցե, հարուստ մենյու, հայկական տեսականի բուրգերներ, պիցցաներ ու շատ ու շատ համեղ ուտեստներ, աշխատում ենք մինչև ուշ գիշեր, այցելեք, մենք բաց տարած ունենք patio, որտեղ եւս կարող եք ձեր ժամանցը վայելել, ծխելը չի արգելվում, հուկայի տեսականին արկա է, ալկոհոլի տեսականին եւս։ Համեղ գործընկերներից իհարկե Vivaldi Catering ծառայությունը որպես առաջատար ընկերություն, եթե հյուրեր ունեք, խնջույք ունեք, առիթ է կամ ինչու՞ չէ փոքրիկ ընկերական հավաքույթ, ապա Vivaldi Catering ծառայությունը կօգա ամենակարևորի մասին, համեղ սննդի 707-771-7771 զանգարեք, դիմեք մեր անունից եւ վստահ եղեք, որ ամեն ինչ կլինի շատ բարձր մակարդակում, մանավանդ հարմացված մենյուներ ունեն, family package-ներ ունեն, kids menu ունեն երեխաների եւ անգամ փոքր հավաքույթների համար 5 հոգու համար եւս package-ներ արկա են։ Vivaldi Catering ծառայություն, շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Lemon Law Boulevard իրավաբանական գրասենյակը իր հմուտ թիմով եւս մեր հաղորդման կողքին է, եթե մեքենան դարձել է գլխացավանք, լիսարած մեքենա ունեք, խնդիրները տալիս չի աշխատում, սարքին չէ մեքենան, ապա դիմեք Lemon Law Boulevard իրավաբանական գրասենյակի հմուտ թիմին, կստանանք fully refund, անգամ down payment-ը ետ կբերենք, եւ դուք որևէ բան չեք վճարելու, պարզապես զանգարեք 818 319 31 94։ Հաղորդման վստահելի գործընկերներից իհարկե LA Smart Blinds ընկերությունը 1808 Victory Boulevard հասցեում է գործում, եթե վարակույրներ, Roman Shades, Patio Blind-ներ, Zebra-ներ, Vertical Blind-ներ, ապա միայն մեկ անուն LA Smart Blinds։ Մեծ պահանջարվայելող իհարկե Pergola Patio-ները, որոնք մեր հայրենակիցները իրենց տներում դնում են, բակերում, պաշտպանվում են արևից, քամուց, փոշուց, աղմուկից, ինչու՞ չէ մոծակներից, միջատներից եւ այլն, իդեպ տեղադրման համար որևէ permit, որևէ license բան, որևէ թղթաբանություն պետք չէ, ձեզ մնում է միայն զանգահարել LA Smart Blinds 818 281 8136 մեր անունից դիմեք եւ հաշված օրերի ընթացքում ձեր բակը Pergola Patio-ով եւ ոչ միայն սիրուն կազմակերպեն, դուք էլ մի օր մեզ կկանչեք, այդտեղ առիթների կմասնակցենք։ Գնանք առաջ։ Little Paris Boutique-ը որպես 44 տարվա բարի համբավ վայելող հաստատություն, հայ ընտանիքների լավագույն առևտրի կենտրոն, Սիրիլի առևտրի կենտրոն առաջարկում է օգտվել 30% զեղչիչ տեսականու համար, 13521 Sherman Way հասցեում է գործում Little Paris Boutique-ը, Hugo Boss-ի պաշտոնական ներկայացուցիչն են հանդիսանում եւ հրավիրում են հայերին կատարելու գնումներ եւ օգտվելու 30% զեղչից։ Մեր գործընկերն է Ժաննա Գրիգորյանը, ով տրամադրում է աջակցությունը իրավական մի շարք հարցերում, լինեն դա թոշակները, ֆեդերալ, նահանգային, տարիքային կամ հաշվանդամության հիմքով, խնամքի աջակցություն ձեր հարազատից եւ քաղաքացիության կամ քննության ազատում բժշկական պայմաններով Միացյալ Նահանգների քաղաքացիություն ստանալու այդ գլխացավանքներում ձեզ եւս կարող են օգնել թղթաբանական հարցերում եւ ոչ միայն աշխատանքի իրավունքի ապաստարան հայցելու գործառույթներում եւ մի շարք այլ հարցերում անկախ ձեր օրինական կամ անօրինական կարգավիճակից Միացյալ Նահանգներում Ժաննա Գրիգորյանը այն մասնագետն է, ով պայքարում է ձեր իրավունքների համար եւ ապահովում է, որ ստանաք հասանելի աջակցությունը։ Ձեզ մնում է միայն զանգահարել Ժաննա Գրիգորյանին 818 287 1369 մնացածը վստահեք գիտակներին։
Մեր վստահելի գործընկերն է բացառիկ ու էքսկլյուզիվ հիմքով Ուիլյամ Քոստիգանը, բարձրակարգ բժիշկ 20 տարվա Միացյալ Նահանգների լավագույն օրթոպեդ վիրաբույժը, top 200 բժիշկներից, ով հազարավոր մարդկանց կյանքեր է փրկել, ոտի է կանգնացրել, ովքեր զրկված էին քայլելուց, քայլում են եւ երախտապարտ են Ուիլյամ Քոստիգանին եւ հատուկ մեր ռադիոլսողների եւ մեր համայնքի համար հայալեզու աշխատակցով հեռախոսահամար է գործում 818 806 69 66 առաջարկները ինչպես ասում են ժամանակավոր են օգտագործեք այս բացառիկ հնարավորությունը հետազոտվելու աշխարհահռչակ բժշկի մոտ եւ ձեր ցավերին դարման լինելու վիրահատվելու ոտքի կանգնելու եւ ընդմիշտ մոռանալու հենաշարժողական խնդիրները ուսերի ցավեր, ծանրություն, պարանոցի ցավեր, ոտքերի ցավեր եւ այսպես շարունակ այլ չեմ ասում պարկած են մարդիկ անշարժ են անվասայլակի վրա են Ուիլյամ Քոստիգանն մասնագետն ով ձեզ կօգնի 818 806 69 66 Գնանք առաջ եւ իհարկե Jazve Garden բացօթյա միջոցառումների համար հրաշալի ռեստորանի մասին խոսեմ, որը 30 տարվա փորձառությամբ ղեկավարության ձեռքում է գտնվում։ Jazve Garden-ում ստեղծված են բոլոր պայմանները ձեր լավ առիթները անցկացնելու համար։ Իդեպ ես եւս քանի որ իմ լավ ընկերներն են, ասում եմ միջոցառում կազմակերպեք Jazve Garden-ում, ես մեծ սիրով կլինեմ ձեր միջոցառման հաղորդավարը Ալևելյան եւ հայկական հարուստ խոհանոց մինչեւ 400 հոգու համար նախատեսված միջոցառումների համար Թահանգա քաղաքում է գործում ռեստորանը 6500 Foothill Boulevard հասցեում ամրագրումների համար զանգահարեք 323 922 2229 Եվ վերջում մեր հարգարժան գործընկերոջը Jacobian Law փաստաբանական գրասենյակին ենք շնորհակալություն հայտնում մեր կողքին լինելու համար, եթե տուժել եք պատահարներից, պատահարի մեջ եք հայտնվել կամ պատահարը փորձանք այնպիսի բան է ցավոք որ կյանքում պատահում է, իմացեք որ ձեր կողքին գործում է հմուտ թիմ Jacobian Law փաստաբանական գրասենյակը շաբաթը 7 օր 24 ժամ շարունակ եւ մաքսիմալ փոխհատուցում ստանալու համար եւ ձեր իրավունքները վերականգնելու համար դիմեք 818 584 90 90 Այսքանը այս պահի համար ես գնում եմ մի փոքր հանգստանալու շունչ քաշելու որ մի քանի րոպեից հանդիպենք AM PM հաղորդման շրջանակներում եւ տեսնենք թե ինչ երաժշտություններ են ընտրել այս անգամ